Պարոն Փաշինյան, վերջին քննարկումներից մեկում դուք ասել եք, հարց եք բարձրացրել, որն է արդարությունը, որն է արդարադատությունը, եւ ուզում եմ ձեզ հարցնել, արդարություն է այն, երբ ձեր աջակիցը վեհափառին ուղղորդելու սպանելու կոչ է անում, նախաձեռնել է քրեական վարույթ, բայց այդ անձի նկատմամբ չկա որևէ հետապնդում, անգամ կարգավիճակ չունի։ Արդարություն, արդարադատություն է այն, երբ Արշակ Սրբազանը այն դեպքում է կալանքի տակ, երբ քննչական կոմիտեից չգիտես ինչու, չգիտես ինչպես անհետացել է միակ իրեղեն ապացույցը։ Պարոն Փաշինյան, ինչպես է ստացվում, որ Հայաստանում կա դատավորի մեկ անուն, Մասիս Մելքոնյան, որը հայտնի է իր կալանքներ տալով, եւ ինչպես է ստացվում, որ նրան են մակագրվում բոլոր ընդդիմադիրների կալանքի միջնորդությունները, նաև սրբազանների կալանքի միջնորդությունները, դուք զբաղված եք եկեղեցին բարեկարգելով, բարենորոգելով, իսկ ով պետք է բարենորոգի, բարեկարգի դատական համակարգը, որպեսզի հայի մոտ, քաղաքացու մոտ, երբ նայում է անաչառ դիտորդը, արդարության զգացողություն ունենա։ Գիտեք, ես նախ ձեր նշած դեպքերի մանրամասներին կամ պնդումների մանրամասներին ծանոթ չեմ կարող մեկնաբանել, որտեվ չեմ առնչվել եւ տեղեկություն չունեմ։ Համենայն դեպս ձեր հարցից հետո կփորձեմ հետաքրքրվել, թե ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է արդարությանը եւ արդարադատությանը, գիտեք, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մենք ռազմավարություն ունենք, մոնիտորինգի խումբ ունենք, բայց դա էլ պետք է ասեմ, որ վերջերս երբ որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ պանելային քննարկման էի մասնակցում, ես արձանագրում եմ, որ ի տարբերություն 2018-19 թվականների, երբ որ ինձ հասցեագրված դիմումների մի հսկայական մասը վերաբերվում էր դատարաններին, դատարանների կողմից կայացված անարդար եւ անհիմն որոշումներին, ես ներկայումս այդպիսի նամակների տեսակարար կշիռը անգամներով, եթե ոչ տասնյակ անգամներով է նվազել։ Ընդ որում ես քաղաքացիներին նամակներ ստանում եմ ամեն օր, կարդում եմ ամեն օր, դրանցով զբաղվում եմ ամեն օր։ Եվ մենք դատական ոլորտի մեր բարեփոխումները շարունակելու ենք, այդ թվում սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ, եւ առիթ ունեցել եմ ասելու, որ կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական շատ կոնկրետ եւ ուղիղ կապ կստեղծի հանրության հետ։ Շնորհակալություն։ Ամեն անգամ, երբ որ Վեհափառ Հայրապետը որևէ հոգեվարականի կարգալույց է անում, ձեր թիմակիցները գրում են, երևի նաև ձեր ցուցումով կամ ձեր իմացությամբ, որ ասենք, այս ինչ հոգեվարականը կարգալույց չէ, նա շարունակում է զբաղվել իր հոգևոր ծառայությամբ։ Ու մարդկանց մոտ հարց է առաջանում, բայց եթե Վեհափառ Հայրապետը այդ մարդկանց օծել է, սարքել է եպիսկոպոս, թեմի առաջնորդ, չգիտեմ, ինչ որտեղ կարգել է որպես հոգևոր սպասավոր, ո՞նց եք դուք որոշում, որ այդ մարդը կարգալույց եղած է, թե կարգալույց եղած չէ։ Նույնքե, որովհետև ասենք Գարեգին երկրորդին դուք կաթողիկոս չեք համարում։ Նույնքե կարող են օրինակ ձեզ վարչապետ չհամարել, ասել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի, իր նախարարներն են նախարար չեն ու չընդունեն օրինակ ձեր որոշումները։ Նախ սա ոնց եք նորմալ է գնահատում, թե ոչ, որովհետև նույն հաջողությամբ կարող է օրինակ Առաքել Սրբազանը չհամարվել եպիսկոպոս, որովհետև Արգիշտի Քյարամյանի հայրն է եւ զավակ ունի։ Ինչպես դուք եք ասում, որ Կտրիչ Ներսիսյանը ձեր խոսքերով ասած զավակ ունի։ Եվ մի բան էլ Միքայել Մինասյանից ֆինանսավորման թեման ազգային ժողովում շատ քննարկվեց, դրան նաև հետագա զարգացումներ եղան։ Ի վերջո Մինասյանն էլ նորից արձագանքեց գրառմամբ ձեզ եւ Ռոբերտ Քոչյանին նույն ասելով, որ դուք իրար հետ նույն խաղն եք խաղում եւ այլն, բայց չմտնելով իրաց այդ դիմադիր խոհանոցի մեջ։ Ի վերջո Միքայել Մինասյանը ձեզ ինչպես է ֆինանսավորել, հայկական ժամանակին բոլորը գիտեին, այն ժամանակ ես էլ հիշում եմ, որ քննարկում էր, որ հայկական ժամանակին Միքայել Մինասյանի հետ կապված պրես ստենդը անվերադարձ պայմանագիր եք ընկել ձեր թերթի հետ, որպեսզի ձեր թերթի ամբողջ վաճառքի գումարը երաշխավորված դուք ամեն ամիս ստանաք։ Հիմա Միքայել Մինասյանը ձեզ որքան գումար է ամեն ամիս տվել, ինչ նպատակով, արդյոք դա շանտաժի սպառնալիքի տակ է եղել, թե ոչ։ Ես այդ հարցի մանրամասն անդրադարձել եմ ազգային ժողովում հարց ու պատասխանի ընթացքում։ Հայկական ժամանակ օրաթերթը եղել է ինչ որ մի ժամանակահատված Հայաստանի Հանրապետության
ամենամեծ տպականակ ունեցող, ամենամեծ պահանջարկ ունեցող, ընթերցողների ամենալայն զանգված ունեցող թերթ Հայաստանի Հանրապետությունում թերթերի տարածման շատ սահմանափակ ռեսուրսներ են եղել եւ բնականաբար պետք է այդ ռեսուրսներից օգտվել եւ ի տարբերություն մյուս թերթերի, երբ որ հայկական ժամանակորաթերթի 1 համարի 100 դրամից վաճառող ընկերությունը ստացել է 30 դրամ եւ մյուս թերթերը օրինակ ստացել է 20 դրամ, 18 դրամ, 25 դրամ, հետեւաբար տվյալ դեպքում ոչ թե հայկական ժամանակին են փող տվել, այլ հայկական ժամանակն է փող տվել։ Եվ դա արտահայտված է բազմաթիվ հաշվապահական թղթերում։ Եվ ես կարծում եմ սա այնպիսի փաստ է, որ տասնյակ տարիներով քննվել, վերլուծվել է եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես Հայաստանում գործող ընկերության հետ, որը ոնց էր կոչվում, հայ մամուլ էր, ինչ? Չգիտեմ ինչ էր կոչվում, հայ մամուլ էր, թե ինչ էր կոչվում։ Հայաստանի բոլոր թերթերը վաճառվել են այդ համակարգի միջոցով, բացարձակապես բոլոր թերթերը։ Միայն ՀԺ-ն չի ունեցել, էլի են եղել նման պայմանագրել, բայց եթե նույնիսկ ՀԺ-ն է ունեցել, ՀԺ-ն եղել է շուկայի թիվ 1 թերթը եւ բնականաբար շատերն են ուզեցել պայմանագիր կնքել հայկական ժամանակը վաճառելու եւ դրա վաճառքի արդյունքում շահույթներ ստանալու եւ հետեւաբար հայկական ժամանակն է գումար տվել եւ ոչ թե հայկական ժամանակին են գումար տվել եւ դա արտահայտված է հաշվապահական թղթերով, վճարված հարկերով, հաշվապահական հաշվետվություններով եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ? Շատ մի րոպե, մոնիտորինգ արեք, ուրեմն մոնիտորինգ արեք եւ տեսեք, որ հայկական ժամանակը չկա այդպիսի մարդ, որի վերաբերյալ ունեցել է որևէ կաշկանդվածություն իր հիմնադրման առաջին օրից։ Ով ուզում է լինի, կլինի դա Սերժ Սարգսյան իր ընտանիքի անդամներ, Ռոբերտ Քոչարյան իր ընտանիքի անդամներ, այլ կոռուպցիոն շրջանակներ եւ իրենց ներկայացուցիչներ։ Հայկական ժամանակի բոլոր հրապարակումները առկա են եւ որևէ մեկը չի կարող այդպիսի պնդում անել։ Եթե որևէ մեկը այդպիսի պնդում անի, կգտնվեն տասնյակ, ոչ թե 1, ոչ թե 2, այլ տասնյակ հրապարակումներ, ներառյալ կոռուպցիոն բացահայտումներ եւ ինչ այլոց հայկական ժամանակի գործունեությունն է, որ Հայաստանում հիմք է դրել եւ հիմքեր է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության համար։ Հետևաբար ձեր եւ այդ կարգի բոլոր մնացած մտահանգումները պարզապես մտածածին են։ Հոգեվորական է մակարդակը։ Ինձ կողմից տարածան ընդհանուր չունեն։ Թող փորձեն։ Ասում եմ թող փորձեն։ Հենց այդ եմ ասում, մենք ունենք, որովհետև ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ։ Եվ մենք Կտրիչ Ներսիսյանի նման ինքնակոչ չենք։ Եվ այո, մենք չենք ճանաչում Կտրիչ Ներսիսյանի կայացրած որևէ որոշում եւ իմիջայլոց այդտեղ արդեն մենք իրավական արձանագրումներ ունենք եւ բոլորը պարտավոր ենք պետության մեջ հաշվի նստել իրավական արձանագրումների հետ, անկախ նրանից որտեղ են աշխատում, վարչապետ են, կառավարության շենքում են աշխատում, թե որևէ այլ տեղ։ Ներառյալ դուք, ներառյալ նաև այն մարդիկ, ում անունը տալիս եք։ Ավելի բարձր